Շատ հուզիչ հարց մը։ Կխնդրեմ, քոնե դուք պատասխանեք ինձ։ Ես շատ եկեղեցիների եմ հարցրել, բայց ինձ չեմ պատասխանել։ Ես միշտ պահք եմ բահել։ 11 օր ձոմ եմ բահել, պատարակ եմ գնացել, իմ ընտանիքի մեծերի եմ խնամել։ Վախի մեջ եմ ապրել Տիրոջից, բայց Տերը իմ աղոթքը չլսեց ու իմ 38 տարեկան տղայիս տարավ ինձ ու իր ընտանիքը թողել վիշտի մեջ։ Սովորաբար հավատում եմ եւ վստահում էի Տիրոջը, թեպետ հիմա էլ եմ աղոթում։ Ողջույն սիրելի հարազատ, ձեր գրածը խորապես սրտաբնտիչ է։ Ես կարդացի ամեն բառը հոգիով ու սրտով։ Երբ մարդ ապրում է Աստծո երկյուղով, պահք է բահում, աղոթում է, ծառայում է ընտանիքին եւ հոգ է տանում ծերերին եւ մեծերին մասին, իսկ Տերը կարծես լրում է, սա ամենախորը ու ցավոտ հարցերից մեկն է։ Բայց ես կուզեմ ցեզ ասել, ձեր աղոթքները լսված են։ Ինչու Տերը չլսեց ձեր աղոթքը։ Տերը կլսե, բայց նա կպատասխանե ոչ թե այնպես, ինչպես մենք սպասում ենք, այլ ինչպես անverջ սեր ունեցող հայրը գիտե, որ օգտակար է մեր հոգիներուն։ Մեր Տեր Հիսուսը ինքը ասավ Գեթսեմանիի մեջ. Հայր, եթե հնարավոր է, այս բաժակը հեռացուր ինձ մե, սակայն թող քու կամքդ ըլլա, ոչ իմը։ Ղուկաս 22:42։ Տերը ձեր որդին դարավ ոչ թե անոր համար, որ չլսեց, այլ որովհետև մեզ անհասանելի խորուրդ ու իմաստ կա անոր մեջ։ Աստված որևէ մեկուն երբեք չի վերցներ անարդարաբար։ Նա չի խլեր, այլ կվերցնե կտանե իր մոտ։ Ինչ տեղի ունեցավ կամ ունեցած է ձեր որդի հոգուն հետ։ Որդու մահը ձեր աղոթքների արդյունքով դարձած է մաքրագործման ճանապարհ, ոչ թե մերժում։ Եթե դուք ապաշխարության պահք բահացեք, սիրած եք Աստված եւ մարդկանց, ապա հավատացեք, ձեր աղոթքները սրբացրել են ձեր ճանապարհը եւ նրա ճանապարհը։ Գուցե Տերը անոր փրկեց ավելի մեծ վտանգեն, որը պիտի լար, եթե նա շարունակեր այս կյանքը։ Եվ եթե դուք կշարունակեք աղոթել անոր հոգու համար, ուրեմն Տեր անոր հոգու վրա ձեր աստեցությունը չի դադարել։ Կհարցնեք, ինչ անենք հիմա։ Շարունակենք աղոթել, նույնիսկ հառաչանքը Տեր ողորմյան ավելի թանկ է, քան հազարավոր բառեր։ Ամեն անգամ հաղորդություն ընդունելուց առաջ հիշեք ձեր որդին։ Ողորմություն ըրեք անոր անունով։ Կարող եք անգամ ծառ մտընկել կամ աղքատիմը օգնել ըսելով. Տեր, այս բարիքը իմ որդի հոգու համար է։ Որպես եզրակացություն ասեմ սիրելիս, այս կյանքի մեջ շատ հարցերու պատասխան մենք չենք ստանար, բայց Աստված Տեր չէ ավարտած իր խոսքը ձեր ընտանիքի մեջ։ Մահը վերջը չէ։ Եթե դուք ապրիք հավատքով, դուք կրկին կտեսնեք ձեր որդին Տիրոջ փառքով ու լույսով փայլող հոգիով։ Եվ իմ որպես քահանայի բարդականությունն է ասել ցեզ. ձեր վիշտը սուրբ է, ձեր վիշտը աղոթք է, ձեր արցունքը մեղքերու թողություն է։ Եթե կցանկանաք, ես պատրաստ եմ նաև կատարել հոգեանկիստ աղոթք ձեր որդու համար։ Թող Տիրոջ Սուրբ Հոգին սփոփե ձեր սիրտը, միշտ ձեզ հետ։